այսօրվա թագավորին ու տագուն։ Ժամակարգիչը փչացել է։ Այս երկու համադա է։ Օգնել էր կյանքից եւ փչացել է։ Հարգանքներս բոլորին։ Ես հիմա ստրեսի մեջ եմ։ Ավտոբուսների վթար ու կողմից կլինի, ով այստեղ պիտի ներկա լիներ, որ ներկա չի։ Կյանքից մեջ առաջին անգամ երկու ավտոբուս խփել են իրար ու կանգնել։ Ողջունեք մեր Այլով բետոնկա։ Մուտք են գործում Մասիս քաղաք։ Մասիս ենք եկել։ Մի շատ գեղեցիկ սպիտակ ջինջ առիթով։ Եկել ենք նորապսակների շատ սիրում եմ։ հարսանիքին ներկա գտնվենք եւ Հուզվել եմ։ անակնկալ անենք ընկերոջ կողմից ով այս պահին տեսայի ընկերոջ կողմից Ու կողմից կլինի, ով այս պահին գտնվում է Ռուսաստանում ով այստեղ պիտի ներկա լիներ։ ամուսնանում են Միլենան եւ Արտյոմը ընկերներ հիմա մենք գտնվում ենք քաղաք Երևանում եւ այստեղ հրաշալի մի համերգ կա ինձ հետաքրքիր է թե իմ հետևորդներից այստեղ մարդ կա հիմա ժամը 6:30 է եւ ինձ շատ հետաքրքիր է թե մարդ կա այստեղ իմ ընկերներից թե ոչ հələ տենանք համերգ հա բայց այստեղ օրինի չի բեմ տեսամ ես բեմի նմանվող ինչ-որ բան կար բայց չհասկացա վերջնական կա համերգ մենա արաս ֆիքսեցիր համերգա ուրախանում է մեր ազգը Երևանում այդ քաղաքում հիմա տենենք մեզ թողեն մտնենք ընկերներ պայքարում ենք մեր տեղը ունենալու համար այստեղ խցանումներ են Երևանում եւ ասեմ ձեզ որ հենց հիմա գնում ենք որ բերենք մեր շատ սիրելի համակարգիչը համակարգիչ պետք է վերցնենք մեր համակարգիչը փչացել էր օգնել էր կյանքից եւ փչացել էր դրա համար բերել ենք Երևան որ վերակառուցեն նրան վերցնենք գնանք ու լիքը լավ տեսանյութեր սարքենք Հովանեսը սարքի հիշեցնեմ որ մեր օպերատորը դեռ Հովանեսն է Վարդանը իր գործերով է նա ռեմոնտ է անում հիմա մետը ռեմոնտի գործ է կապել է գնացել է ռեմոնտ անում էլի որ մեր գործերը մի քիչ լավ չի ֆինանսապես նա պետք է ինչ-որ ձև գումար հայթայթի ու գա փրկի մեզ այս աղքատությունից հասկանում եք դա է պատճառը որ Վարդանը այս պահին մեզ հետ չի իսկ հիմա մենք ընկերներ կգնանք ուղիղ երիտասարդական մետրոյի դիմաց մետրո մոբայլում են սարքում մեր համակարգիչը որովհետև ես այնտեղից էի գնել տղաները ուղղակի շատ լավ պահեցին իրենց շատ արագ ժամկետներում մեր համակարգիչը վերանորոգեցին ու տալիս են մեզ մենք էլ մեծ սիրով կընդունենք այդպես իր սիրուն է այս շենքերը ընկերներ պարեկները քրտնաջան աշխատանք են տանում իսկ մենք դա չենք կարող չգնահատել նրանք բացում են մեր ինչ է խցանումները ապրեն նրանք հալալա տղեկ ջան աղջիկներ ջան մալադեց աղջիկ պարեկել ունենք ո մենակ տղեկ չեն աղջիկները սաղից էլ ունենք բոլորը նկարում են Երևանը իսկ ես բացի Երևանից որտեղ ասես նկարում եմ այսօր որոշեցի Երևանը նկարեմ ուղղակի Երևանը ոնց էլ նկարես ընկերներ պրոբկեքը անպակաս են հələ նայեք ինչ պրոբկեքա այսինքն երբեմն լրվում մնում ենք որպեսզի գնանք հասնենք պատվերի երբեմն ուշանում ենք բայց ի շնորհիվ այս հրաշք նշանի կամ այն մի հրաշք նշանի տեսեք էլի լավ նշան եմ ճարել բաբսոս բարբիս այս նշանի այս նշանը մեզ միշտ փրկում է եւ հասցնում է ճիշտ տեղում մեզ ճիշտ ժամանակին երբեմն մի քիչ ուշացած կադրերում հիմա այսպես ենք անում ընկերներ ահա քաղաքային ստանդարտ իրավիճակ է մեր դիմաց ավտոբուսն է միացրել է վթարային նշանը ու կանգնել բա շատ խառն է կենտրոնում ընկերներ օպերայի շրջակայքում ենք եւ ամեն ինչ բավականաչափ խառն է իսկ մենք
Մեր համար սպասում ենք մեր հերթին, թե երբ կանաչ լույսը կվարվի ու կգնանք կհասնենք առաջին հերթին Մասիս Մորենա։ Մենք վերցրել ենք համակարգիչը, մոռացել էի ասել, տեսեք, տեսել մեր Metro Mobile-ի լոգոն ու մնացած բաները համարը։ Մեր նոթբուքը պատրաստ է շահագործման, այսինքն դա բոլորիս համար է լավ, որովհետև ընկերներ տեսանյութերը արագ նորից կսկսենք տեղադրել էջ, այնքան շատ է հիմա հավաքվել տեսանյութ, որ չեք պատկերացնի։ Ես հիմա ստրեսի մեջ եմ կրկնակի, մեկը օրինակ կցանման պատճառով, մյուսը բանի, այդ ինչ անունը, անունն ասեք, համակարգչի մեր հերթ է, գոյացած տեսանյութերի, հերթ է գոյացել տեսանյութերի, իսկ մենք լսում ենք միագի։ Ավտոբուսների վթար, կյանքիս մեջ առաջին անգամ եմ տեսնում ընկերներ, նայեք, երկու ավտոբուս խփել են իրար ու կանգնել։ Եվ միթե հենց սա էր մեր խցանման պատճառը, թող այդպես լինի, որովհետև ես արդեն հոգնեցի տորմուզ գազ, ես էլ մեր օպերան ընկերներ, տեսեք ինչքան մարդիկ են եկել օպերայի շուրջը քայլքլում։ Քայլերթ, եռագույնը հպարտ մեր և իհարկե ես ու Հովանեսը այստեղ, այս ամենի մեջ և իմ պարբրիսին ճզմված արծաթե թիթեռնիկները Արարատյան դաշտավայրի։ Երևանն է ընկերներ, որտեղ մեր բնակչության մեծ մասն է ապրում, հայոց աշխարհի հայերը մեծ մասը ապրում են Երևանում, քաղաք Երևան։ Այդ դրա համար էլ խցանումները անպակաս են։ Ես չեմ հասկանում, երբ այս խցանումները կդադարեն գոյություն ունենալ մեր իրականության մեջ։ Կրակի մեջ ենք ինչ է գնովատանի։ Բայց ոչինչ, հենա, պարեկներ ունենք, որոնք կարգավորում են երթևեկությունը, շատ հետաքրքիր է ամեն ինչ ընկերներ։ Տեսեք, պարեկները փայտիկով, կարգին, տեղը տեղին կարգավորում են մեր երթևեկությունը, իսկ մենք տեղը տեղին գնում ենք։ Ընկերները հաշված վայրկյաններ հետո մուտք են գործում Հայաստանի Հանրապետության գլխավոր հրապարակ։ Խնդրեմ։ Հիմա մի քիչ է երևում, բայց ես մոտենանք շատ կերևա, էլի։ Հեսա բան չի մնում։ Պռոբկան վերջանա, ամեն ուրեք խցանումներ են։ Պետք է մի կերպ դուրս գանք այստեղից, ընկերներ։ Բան չի մնում, որ ուշանանք։ Մենք այսօր պետք է գնանք Մորենա, բայց մինչ այնտեղ գնալը պետք է մի խանութ գտնենք, որտեղից գնելու ենք տորթեր։ Հետաքրքիր կոշիկի մեքենա, ընկերներ։ Վոլգա, որը դարձել է կոշիկա կիր, կոշիկը գլխին դրած կանգնած է, սա ժամանակակից գովազդի տարբերակ է։ Ընկերներ հենց հիմա, մենք մտնում ենք Հայաստանի Հանրապետության հրապարակ, ողջունեք մեզ, այո։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ Ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան։ Հին ու բարի գային նկարի, հին ու բարի գային, հա, մետ է նկարի ապեր կարոտել են, թետել են, իշեն, մեր բարեկամները, ժամանակին նրանք էին որոշում, ով է սխալով ճիշտ, իսկ հիմա նրանք էլ չեն որոշում։ Արերի մեջով եկած մեր փորձը նա, ասկսկով ապանելուց է չհոգնա։ Տեսնես կարմիր օպելը ինձ կզիչի, չզիչեց, լավ, թող չզիչեն, մի զիչեք աղբեր, մի զիչեք, ես եք էթապ տուն, գնացինք ընկերներ, մի հրեղեն արագությամբ գնում ենք ու մենք էլ չենք զիչում, այդպես է կյանքը, չզիչողին չեն զիչում, զիչողին զիչում են։ Թե մի բան ասիմ, առ ասիմ ոնց է, Ռոսիան է ձեր եթերում ընկերներ, Ռոսիայի շենքը շատ գեղեցիկ է, ով գիտի ինչի համար են այս տեսքով սարքել։ Հենյանել է նկար, հենյանել է Ռոսիա, տենում ես, ես հետաքրքիր, ես չինական մշակույթի տարեր եմ նկատում մեր Ռոսիայի մեջ, ընկերներ։ Տեսեք ինչքան շատ մարդ կա Ռոսիայի առաջ կանգնած։ Հին ու բարի Երևանն է, համարյա թե ոչինչ չի փոխվել։ Մենակ մարդիկ են սկսել մի քիչ թիթիզ հագնվել, տենց հավեսով էլի։ Եվ կրկին պարեկներ, ընկերներ, պարեկը կարգավորում է երթևեկությունը, աշխատանք են տանում։
ապրեն միշտ այդպես պատրաստական լինեն մեզ օգնելու, թե չէ, այդ ինչա, սաղորը շտարավ, պետք չէ այդքան շտարավ, այսենց օգնեք մեզ, օգնեք, որ խցանումներ չլինեն, օգնեք, որ գողերը բռնվեն, գնացինք ընկերներ, գնում ենք, չենք ենթարկվում ոնց որ ապարեկներին, թե կարիք էլ չկա, չենք ենթարկվում, ամեն ինչ ուղղակի չոկի-պոկի, ուժեղա, գնում ենք, Ռասիայի դիմաց հավաքված փոց բազմությունն է, Ռասիա մոլը և իհարկե այնտեղ մոլացողները գնում են առևտուր են անում։ Ընկերներ, քաղաքային մի հարց եմ ուզում ուղղել մեր նկարիչներին, ովքեր նստած են համակարգչի առաջ և խախտումներ են արձանագրում։ Միթե դուք տոկոս ունեք ձեր խախտումներից։ Եթե ունեք, էլի վատ չի, բայց ձգտեք քիչ նկարեք։ Ժողովուրդը կտրտվա, հերիքա նկարեք, քիչ նկարեք։ Այն որ տենում եք մտածված են անում խախտումը, այն որ զգում եք, որ ինադու էլի արին, այդ վաղ նկարեք, բայց ես օրինակ գյուղ ապրող մարդ եկել եմ քաղաք, ինչ գիտեմ որտեղ ինչ պետք է անեմ, այտակ մի քիչ սխալվում եմ, մի նկարեք։ Ընդհանրապես խղճով նկարեք, էլի, որ սիրուն նկարները լի, ֆոտոները գեղեցիկ լինի։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ասունցի Դավթի կայարանն է, ընկերներ։ Հայ քաջեր, ժամերոր հասարան, հայ կամավորների կամորմիտ ազատել Հայաստան, հայ քաջեր, ժամերոր հասարան։ Ես ուղղակի թվագրությունից մի քիչ կաղ եմ, թույլ եմ, ես դպրոցում լավ չեմ սովորել, այնպես որ ներող կլինեք ինձ, եթե այտակ դար չի, ասում եմ դար։ Բայց ամեն դեպքում շատ սիրուն է ու կա և կլինի։ Այս ինչ լատոկներ, այս ինչ ալիքներ է։ Ես մեր դիմացի մեքենան նոր թրվռում էր մեջը։ Ասենք իմ ավտոյի նման պինչ չեն, էլի իմ ավտոն կարա լիքը պարի, տես դիսկո պարի, բայց բան չլինի, բայց այս սրանք մի քիչ թույլ են, էլի, որ շատ են պարում, քանդվում են։ Երեխաների նկարի սիրուն, տեսեք ինչպես են երեխաները խաղում։ Հիշեք ձեր մանկությունը, այո, մենք էլ ենք հենց այդպես մանուկ եղել ու մեծացել հետո, բայց խիզում չես անում։ Մանուկների խաղը նկարի, շատ գեղեցիկ է։ Հա, լավ, սո երիքը։ Մետաֆորի թվերը չի երևում, բանը։ Կաբելները մի տեսակ փակել են մեր մետաֆորի թվացույցը։ Ընկերներ, երևանյան տիպիկ իրավիճակ, լվացք են կախել մի հետաքրքիր հավեսով շենք է։ Հայրենիք, կինո հայրենիք, հա։ Հայոց երկնի արցիվն ես դուք հաջոտաչում, հող կոճալպան հարդ լինի կապուտ երկնքում, մեր սիրել Ում է սպսպում երկնքում ընկերներ, սույա սպոց է։ Թիրն է թռնում, թր։ Այո, երկինքը Երևանի հարուստ է թռչող օբյեկտներով, բայց ճանաչված թռչող օբյեկտներ են, էլի բաներ չեն, էնելոներ չեն, մերն են, հա, մեր օբյեկտներն են թռնում։ Եվ վեհափար Մասիսն է այնտեղ, տեսեք, մշուշի մեջ հազիվ թե նշմարվում է Մասիսը։ Ընկերների վերջո դուրս եկանք քաղաքի խենթ երթևեկությունից և հիմա կարող ենք հանգիստ սլանալ բետոնապատ հարթ ճանապարհով։ Իհարկե տեղին, որ հանկարծ բարեկները չբռնեն և արագաչափով նկարեն մեզ։ Պետք է ճիշտ ձևով էլի սլանաս, հասկանաս ինչ արագությամբ ես սլանում, թե չէ մեկ էլ տեսար բարեկն էլ պետք է արագությունը ճիշտ պահես։ I love բետոնկա, I love։ Ընկերներ, մենք մուտք ենք գործում Մասիս քաղաք և այսօր Մասիս ենք եկել մի շատ գեղեցիկ սպիտակ ջինջ առիթով եկել ենք նորապսակների ամուսնության
արարողությանը, այսինքն հարսանիքին ներկա գտնվենք եւ անակնկալ անենք ընկերոջ կողմից, ով այս պահին մեր փեսայի ընկերոջ կողմից, ով այս պահին գտնվում է Ռուսաստանում եւ հարգելի պատճառով չի կարողացել ներկա գտնվի, բայց տեսեք, որ մենք ենք ներկա գտնվում, գնալու ենք սիրուն անակնկալ անելու Մորենա ռեստորան։ Ամուսնանում են Միլենան եւ Արտյոմը եւ Անդոն, ով մեր Արտյոմի օրեղբոր որդին է, մի բան էլ հարազատ եղբորից ավելի քաղցր է ու լավ են իրար հետ։ Այդ պատճառով ընկերներ եւ ասեմ ձեզ իրենց կյանքի մեջ առաջին առիթն է, երբ որ իրարից առանձին են։ Անդոն գտնվում է Ռուսաստանում, իսկ Արտյոմը այսօր ամուսնանում է։ Հետևաբար չէր կարող այնպես լինել, որ անակնկալը չլիներ։ Գնում ենք գեղեցիկ տարբերվող ձևով ներկայացնենք Անդոյի անակնկալը Արտյոմին, որ Արտյոմի սրտով լինել, որ ինքը իր աղբոր պակասը հանկարծ մի վայրկյան չզգա։ Իսկ հիմա մենք Մասիս քաղաքում ենք, Մասիս քաղաքի իմ հարազատներ։ Հարազատներ նկատի ունեմ հետևորդներ, բայց հարազատներ։ Լայքեք ու գրեք, որ բարև։ Ես ձեզ հիմա բարևում եմ։ Բարև ջերմագին, ինչպես եք, լավ եղեք միշտ, իսկ մենք եկել ենք լավ առիթով ձեզ մոտ։ Ընկերներ, սովորաբար տխուր առիթը, ուրախ առիթը, դժվարը, հեշտը, սպիտակն ու սևը, ամեն ինչը իրար հետ են ապրում եւ մեր խնդիրն է միշտ նկատել լավը ու լավ գործեր անել, այնպես որ բոլորը այդ կարգախոսով ապրեք եւ վատին աչք մի տվեք, մենակ լավին, որպեսզի մենք հզոր լինենք, ուժեղ լինենք եւ այսպես տորմուզ տալուց շատ չջղայնանանք, որովհետեւ ինչի համար ես ջղայնանում, տորթը էլի կընկնիկը ջարդվի, հետո կետաս նորից կառնես կամ ծաղիկա կընկնի, փաթեթավորումը կփչանա, քաշես կդզես, կտանես նվեր կտաս, լատո կա էլի, փախցրու մինգի, բա անկերներ։ Եվ իհարկե կվադրո ցիկլն է մեր առաջ։ Հələ տեսեք ինչ ակտիվությամբ է առաջ քշում։ Աչից գեղեցիկ Մասիսյան պարկն է, որտեղ մարդիկ հանգստանում են եւ կարծես թե համերգ է, հա? Ովո։ Համերգ է։ Մասիսն է տոնում մեր Արտյոմի եւ Միլենայի միությունը։ Մասիս քաղաքում հիմա համերգ է։ Համընկել է թե նրանց համար են եկել, դա դեռ հարց է։ Ես ինձնով էլի կասեմ, որ հենց իրանց համար էլ եկել են։ Բարեկամներ, վերջին աչքն եմ անում, որ հասնենք Մորենա։ Տենանք մեծ զալում կլնեն էլի երևի, չէ՞։ Հələ այս աղբերները տնան որտից են։ Մի վարդյան էյան կպայես տղեկի վրա չպայես հանկարծ ասեմ ինչ ես մեզ նկարում։ Աղբերներ, բարի օր ձեզ։ Դուք հարսանիքի մասնակիցներ եք, Արտյոմի Միլենայի, ընդեյա թե ընդե։ Ջանը մասը աբրիս։ Ընկերներ, մենք արդեն հասանք մեր Արտյոմ աղբոր հարսանիքին։ Այսօր Արտյոմ աղբերը այսօրվանից դառնում է ամուսնացած։ Արտյոմ, պրիվետ։ Հեսա կգամ ընդել պրիվետ կասեմ, բայց ես մետ ուրիշ ձևի պրիվետ էր, եսի քաղցր պրիվետ էր էլի ջոգիր։ Արագ հետ գնանք, քանի մեզ չեն ճանաչե, շխուրը չինգ է, որ ստե հանկարծակի անակնկալային մեթոդներ են կիրառում։ Հիմա ես, որպես գեղեցիկ ճիշտ մեքենա վարող բարեկամ։ Բարեկամս, ես երկար չեմ կայնելու։ Ես էլ ազեսա կարիվ ենք անելու աղբեր։ Գոտով ես էլի աղբեր։ Բայն չանենք։ Ա ճիշտ ես ամ, աղբերը։ Դե, որդ է, շենքի մոտ։ Անցած անգամ ապես։ Անցած անգամ դու էր թե չէ։ Դու անցած անգամ ուրիշ։ Վլոդ աղբերը դու ես այն անգամ դիմավոր։ Աղբեր դու ես էլ է։ Հա, վсё։ Լավ դիմավոր, հա։ Հա, լավ է դիմավոր, աղբեր։ Են որ ասել քաշին դե կայնի աղբեր։ Մամայանն ի՞նչ է։ Նարին է։ Տիկին Նարինե, դուք նկարում ես։ Տիկին Նարինե, դուք հիանալի որդի ունեք։ Անուշ աղբեր, բական ի՞նչ է։ Անդո աղբերը։ Անուշ աղբեր։ Աղբերը։ Վլադ աղբերը։ Տղայի մասը դուխով գաստե կայնի։ Դուխով տղեկ ստեն ազգուշ կլեք։ Խմած, հաշվի չեն առնում, հա։ Աղբերները մեզ դիմավորեցին։ Այստեղ մի անուշ աղբեր իրավիճակ է ձևավորվում։ Դա ինձ շատ է դուր գալիս։ Անտիր կայնամ, չէ՞։ Հարսիկի ծաղիկները այսպես գնում ենք ստե
է եւ իհարկե վերցնում ենք Չեսի չի Всё. Այս թազա հարսանիքները ծխելու օրենքը հանին, չհանին ախպեր, սաղ դուրսն են։ Հելնում են ծխելու, ոչ մեկ ախպեր տոշնի աբրիս շատ, հեսա զանգեմ տարուն ախպորը հելի, կազմակերպենք, աբրիս։ Տոշն ես անում, սաղին չանում ես, վսյո։ Հովանեսը հրաշալի օպերատորական կարողություններ ուներ, պաստորեն մենք չգիտենք, սիրուն սպիտակ ծաղիկներ։ Ոնց, ախպեր չէ պեչի, ծյոմ, ախպերս չես հելը դուս, դու որպես պեսա, իշ գործերը դուս է գենան ես։ Կավորը ման գալի, ախպեր, կավորն ուրա։ Ատես վաղտ պտի կողըտ մի 4 հոգի ունենաս, ասես գենա կավորին բեր, գենա ես արենա։ Առիթի թակավորը իրեն հասարակ է պահել և ծառայողների օգնությանը չի դիմել, դրա համար ինքներ եք է ասես թե։ Ախպերես, գմպիկ չվերցիր, բայց գնա վերցար, նա։ Նք չէիր նկարում էդ պահը, նոր մորացել էինք գմպիկը բերել և մեր անուշ եղբայրները անուն ինչ էր մորացա, մեր սիրուն ծուժը ախպերները բերին, որ հակած շուշանակ մարդ ես առիթից։ Հանդիսավարը այս պահին շատ զբաղված է, կզանգենք մեզ այստեղ կանչող Մարինեին, Մարինե քույրիկին, հեսա թողա, դենանք ինչ ենք անում։ Աշիկ եմ ասել։ Շուտով Աշիկը կդառնա արկղ։ Ալո, Մարինե։ Մարինե։ Ալո, ես նախասրահում կանգնել եմ։ Դուք սա դուրս կգա, որ զանգի ինձ, նայ։ Զգուշ, զգուշ։ Ուպ, զգուշ։ Ուր է մեր թամադան։ Մի րոպե կներեք, ուր է երեխային։ Ու մոտ է։ Հա, հիմա կանչեմ թամադային։ Ես էլ վախեցա մանենց ասեք ուրա, ես է ուզում ասեի ուրա, դերը չգիտեի ուղղակի։ Թամադան է մեզ պետք հիմա։ Մեր տարոնն է պետք։ Զանգում եմ չի պատասխանում տարոնը։ Կենք։ Ոնց հայտ արում է։ Ասել եմ, որ դուրս գա։ Ով դուրս գա։ Հա, բայց նոր ինչ ասացինք հենց նոր։ Չէ ուղղակի կաղ արդեն ինքը որոշեց հայտարարի դրա համար։ Վերջում հետո դուրս կգանք, ձեզ կտես։ Հա, վերջում դուք դուրս եկեք անպայման։ Հենց չելի դուրս չգաք, հա։ Ասել եմ, Ուսումնի այս այգունեք հատուկ անապական ուշադրություն մեր ձեր և բարձր ծավերի ներքո դիմավորում են ծավերը դարձր։ Կտրում եմ ար, սիրում եմ կեզ, իմ սեր Անունը սարդի Սերկուտ համադա է։ Հարգանքներս բոլորից բարով եք համ։ Ոպ։ Մայստրո, բարեկամս, մի րոպե։ Ծափեր եմ ուզում լսեմ, բարձր, ողջունեք մեր այսօրվա թագավորին ու տագուն։ Արտյոմ և Միլենա,
ես խնդրում եմ, որ դուք իջնեք ձեր գահից ու գաք ստեղ, հետո հետ կգնաք։ Ծափեր տանք, հա որ գան մեր զույգերը անպայման։ Շնորհակալ եմ, ես շոյվեցի ձեր ծափերից, ես ինչ լավ քեֆ եք անում, հալալա ձեզ։ Մի հատ էլ դուք ձեր համար ծափ տվեք։ Շնորհակալ եմ շատ բոլորից է։ Ահա եւ մեր թագավորն ու թագուհին եկան։ Բարև ձեզ, շատ գեղեցիկ եք մեր այսօրվա զույգ։ Առողջ լինեք, իրար կողքից անպակաս, շատ լավ բան եք մտածել։ Եվ մարդիկ կան, որ հիմա չեն եկել, կամ մի մարդ չի եկել։ Նայում եմ Արտյոմի աչքերի մեջ հիմա ես, որովհետև անակնկալարող հենց Արտյոմի կողմից է։ Ու հնարավոր է, որ Արտյոմը իմացավ արդեն ում կողմից է, դրա համար հարցնեմ, հա։ Չէ, չեմ իմացել։ Ասա չգիտեմ։ Գիտեմ։ Լավ, չգիտի, Արտյոմը չգիտի, բայց ոչինչ, լավ, բարի մարդու կողմից ենք եկել, ես մի քիչ հուշումներ կանեմ, դու կհասկանաս, բայց դու պետք է ծաղիկները նվիրես։ Հարցիկին, դու պետք է նվիրես, որովհետև սա մեծ սիրով ուղարկված ծաղիկներ են, որ դու մի րոպե, սպաս։ Որ նվիրես, չես մոռանում գրկելու պաչիկ անելը։ Համբյուր չէ, պաչիկ, բայց լավ կգրկես, հա։ Դե դուք էլ ծափեր տվեք, որ ոգևորվի մեր նորապեսան, նա հələ չի սովոր այդ պայրը շատ։ Պրոֆեսիոնալ է, մի հատ Արտյոմի համար, հատուկ Բեսայի համար, հզոր ծափեր տվեք։ Եվ այսքանից հետո ամոթ էլ կլինի, որ չասեմ ում կողմից է, բայց թող ամոթ էլի չեմ ասի։ Գալիս եմ հիմա, հաջորդ նվերը բերեմ, այս նվերը որ տենաս, մի անգամից իմանալու ես ում կողմից է Արտյոմ։ Միլենա, դու ես իմանալու, բոլորն են իմանալու, բայց առաջինը Արտյոմը։ Հիմա կանգնի, չես շտապում, մի հատ էլ հարցնեմ, ում կողմից կլինի, ով այստեղ պիտի ներկա լիներ, որ ներկա չի։ Շատ մարդ կան, ես չգիտեմ։ Լավ, չենք շարունակում, ուրիշ հարցնամ։ Նա բոլոր առիթներին քեզ հետ է եղել, կիսել է քո ուրախությունը։ Իսկ հիմա այստեղ չի։ Դրա համար ես եմ եկել ուրախություն կիսեմ աղբետ։ Կիսում ենք հիմա։ Էլ այդ նույն շատ մարդիկ էլ իմ ուրախությունները միշտ հետս կիսել են։ Արտյոմն ասում է, որ բոլորն էլ ինձ այդ ուրախություններ են կիսել, միշտ ու շատ մարդիկ կան, որ առաջի ուրախությունն է, որ չեն եկել։ Դե լավ, ես անձնվում եմ ու մի անգամից ասեմ ում կողմից է։ Անակնկալը քո եղբայր, արդեն զգացիր, եղբայր։ Անդո աղբոր կողմից է, Անդրանիկի, շատ սիրում է։ Չունդես չխմես ես ծափերը լսես, ապրեք շնորհակալ եմ, բայց Անդրանիկի եւ իհարկե մեր Մարինեի կողմից է, Մարինե չէ։ Մարինե, ուր ես։ Մարինե, արի մի հատ, արի աղբորը, հարցիկին, գրկի, ծափեր տվեք, Անդոն ստեղ չի, զատո Անդոյի կինն է ստեղ։ Կյանքում կփորձես ինչ-որ բան լուր թաքցնել Իմացիր, որ ես զգում եմ ինձ պետք չէ հարցնել Իմ
ձեռքով քեզ անցնում եմ այսօր ուրիշի Լավ լինեք, իմ սիրելի հայազգ, ծափեր, շնորհակալություններ Տարոնին։ Ես ուզվել եմ ծափերից, հարբել եմ ծափերից, շնորհակալ եմ այստեղ հավաքված գեղեցիկ մարդիկ։ Ախպեր, դուք հենց Մասիսից եք։ Հա? Դաշտաբան։ Օ Դաշտաբան, I love Դաշտաբան։ Ախպեր, 2 օր առաջ ընդեի, Դաշտաբան։ Դաշտաբանցիներ, thank you։ Ստե ուրիշ տեղից էլ մարդ կար, հարցն է փեսանել Դաշտաբանից են։ Դաշտաբանի հարսանիքն էր սա, Մասիսի Մորենայում։ Չեմ մոռանա։ Լայքեք, բաժանորդագրվեք, դու մինչև վերջ անջատես, հեսա կգնանք, շարունակենք։ Ստե պրոստ մտ հարց կա, էլի։ Լուրջ հարց կա։ Այդ հարցը ես ու դու ախպեր։ Չէ, Արեն են ախպեր։ Ես ու դու։ Բան է։ Արի։ Քո երախոսով։ Աշխուր չի, խիստ է բանջան, այսօր աշխուր չի։ Դե բան է, լուսավորությունը բան էր, էլի մի քիչ սես ճաշող է։ Ես քո հետևորդից եմ միշտ նայում լավ աշխուր։ Չէ, էնի բան է, մերոպե, էնի վիդեոյ ա տենց երևում։ Հա, հետո կտենաս, բավոց, անպայման։ Ամեն ամենտեղ մի ձևի, էլի, տենց արնում միշտ։ Էտա տարբերություն։ Սո ախպեր, դե լավ մնացեք։ Մենք շնորհակալ ենք, զգացված։ Մտես տեսարանը բերց, էլի, այսինչ, 2 ճուտիկներին։ Վերջ, նկատեցին, էլ չեմ պարի։ Կաղա պարեք, սիրուն պար։ Մենք գնում ենք Արտաշատ։ Մասիսը Մասիս, Արտաշատը Արտաշատ։ Բալա Արեն ինչ եմ ասում, Արեն էլ պիտի գնանք։ Ես երդվում եմ սերս Ճանաչեց քեզ ու ինձ մոտ բերեց քո սրտում գարնան արև կարմեր